Էջմիածնում ամենուր քարոզչական պաստառներ են։ Նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ համայնքի ավականու ընտրություններն են, որին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Պաշտոնապես քարոզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին, բայց մինչ այդ որոշ ուժեր, այդ թվում իշխող քաղաքացիական պայմանագիրը, արդեն ակտիվ քարոզչություն էին սկսել։ Սա ընտրական օրենսգրքով արգելված չէ, բայց հետքն արձանագրել է մի շարք դեպքեր, երբ սոցիալական հարթակներում համայնքային պաշտոնական էջերը օգտագործվել են իշխող կուսակցության քարոզչության համար։ Սա վարչական ռեսուրսի օգտագործում է, ինչն արգելված է օրենսդրությամբ։ Մեր հրապարակումներից հետո քարոզչական գրառումները հեռացվել են, բայց եկեք պատմենք ինչն ինչոց էր։ Վերհիշենք, թե ինչ իրադարձություններ նախորդեցին այս ընտրություններին, որոնց շուրջ արդեն մեծ աղմուկ է բարձրացել։ Վաղարշաբաթի իշխանական նախորդ համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական ներկայացրեց 2025 թվականի մայիսին։ Նրան հաջորդեցին տեղակալների հրաժարականները։ Այնուհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամները բոյկոտեցին ավականու նիստերը, որպեսզի նոր ղեկավար չընտրվի։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միավորել Վաղարշաբաթ եւ Խոյ համայնքները, որպեսզի անցկացվեն նոր արտահերթ ընտրություններ։ Այնուհետև վարչատարածքային բաժանման օրենքում կատարվեցին փոփոխություններ։ Այսպիսով բոլոր քայլերն արդեն արվել են։ Մնացել են միայն ընտրությունները, որոնց քարոզարշավը ընթացքի մեջ է արդեն մոտ 10 օր։ Մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը Արգիշտի Մեխակյանը մասնակցում էր Խոյ համայնքում կազմակերպված գրեթե բոլոր միջոցառումներին։ Տարածքային կառավարման նախարարությունը, Խոյի համայնքապետարանը, այդ թվում նաև Արմավիրի մարզպետարանը իրենց հաղորդագրություններում շեշտում էին Արգիշտի Մեխակյանի անունը։ Տարածում էին նաև լուսանկարներ։ Սա այն դեպքում, երբ Արգիշտի Մեխակյանը ընդհանրապես որևէ իրավական առնչություն չուներ Խոյ համայնքի հետ։ Տպավորությունն այնպիսին էր, որ Արգիշտի Մեխակյանը ոչ միայն Վաղարշաբաթ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր, այլև ղեկավարում էր Խոյ համայնք։ Մեխակյանը Խոյ այցելած պաշտոնյաների հետ շրջում էր այդ համայնքում, ծանոթանում օրինակ կատարվող շինաշխատանքներին կամ մասնակցում բարեգործական ակցիայի ու հայտնվում լայն հանրության առաջ։ Այս ամենը հետո լուսաբանվում էր սոցիալական ցանցերի, պետական ու համայնքային հարթակներում, այսինքն իրականացվում էր քողարկված քարոզչություն։ Ես ոչինչ չեմ պատրաստում անել, որովհետև ես համոզված եմ, որ այդտեղ ոչ մի խախտում չկա, ընտրական օրենսգրքի որևէ կետի խախտում չկա։ Ես շատ ուրախ եմ, որ իրավական process է սկսվել եւ կարծում եմ իրավական process-ի ընթացքը իր արդյունքը կտա, որովհետեւ այստեղ ընդամենը մեկ լրագրողի մի հայտարարության մասին է եղել, որը հետո խմբագրվել է, որովհետեւ այն ինչի մեջ ինձ մեղադրում են, ես ընդհանրապես այդտեղ մասնակից չեմ։ Ես այդտեղ ընդամենը հրավիրված եմ եղել։ Սիրելի դողսեցիներ, սիրելի մանկավարժներ, սիրելի հյուրեր ներկաներ։ Ուրախ եմ ողջունել ձեզ, պարոն Մանուկյան, եւս մեկ անգամ իմ անունից անձամբ նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել իրապես այսօր դողսը տոնակատարության կենտրոն սարքելու համար։ Ես շատ ուրախ եմ, որ մեր ծանոթությունը հիմք հանդիսացավ նաեւ ել ավելի մեծ թափով շարունակելու ձեր բարերարությունն ու բարեգործությունը Դողս գյուղի կարևոր ենթակառուցվածքների զարգացման համար։ Չնայած Արգիշտի Մեխակյանի հերքումներին հետքին հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով։ Սոցիալական ցանցերում համայնքային պաշտոնական հարթակները եւս օգտագործվել են իշխող կուսակցության եւ նրա թեկնածու Արգիշտի Մեխակյանի քարոզչության համար։ Ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակի երկրորդ համարում Խոյ համայնքի ներկայիս ղեկավար Լյուդվիգ Յալոյանը։ Այսինքն նա անձնական շահագրգռվածություն ունի քարոզարշավի անցկացման հարցում։ Այս պայմաններում համայնքապետարանի աշխատակիցները Յալոյանի իմացությամբ կամ թույլտվությամբ համայնքապետարանի սոցիալական էջերում տարածում էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Արգիշտի Մեխակյանի քարոզչական նյութերը։ Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրապյոն Շարոյանը հետքին հայտնել է, թե աշխատակիցներն են կառավարում սոցցանցերի այդ էջերը ու նյութեր տեղադրում, բայց ինքը տեղյակ չէ ինչ է հրապարակվում։ Չնայած այդ ամենը տևել է 1 ամիս։ Քարոզչական նյութերը հեռացվել են հետքի հրապարակումից հետո։ Արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպման եւ իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական եւ մարդկային ռեսուրսների օգտագործումը,
ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։ Վաղարշաբաթի ընտրությունների քարոզարշավի սկզբում ներգրաված էին նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների կուսակցական անդամները, ինչն արգելված է ընտրական օրենսգրքով։ Նրանք պետք է գործեն անկախ եւ չներկայացնեն իրենց նշանակած քաղաքական ուժը։ Բայց հետքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտրական հանձնաժողովների կուսակցական անդամները զբաղվել են իրենց նշանակած քաղաքական ուժերի քարոզչությամբ։ Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ է։ Նշանակվել է քաղաքացիական պայմանագրի կողմից։ Նա իր Facebook-յան էջում հրապարակել էր Արգիշտի Մեխակյանի լուսանկարով քարոզչական նյութ եւ ամրացրել, որպեսզի այն առաջինը երևար էջում։ Դպրոցը մարզային ենթակայության է, իսկ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է ու չարաշահելով վարչական ռեսուրսը, պարբերաբար մասնակցում է քարոզարշավին, այդ թվում աշխատանքային ժամերին։ Անուշ Համբարձումյանը հետքին ասել է. այն օրվանից, երբ իմացել է, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել, այլևս չի տարածում քարոզչական նյութեր։ Իսկ այն, որ իր էջ մտնող առաջինը տեսնում է ամրացված քարոզչական նյութ, ասել է, որ այդ նյութը կհեռացնի։ Կարճ ժամանակ անց նյութը հեռացվել է։ Եթե ինչ-որ խնդիր կա, այդ ամրացվածը կհանեմ, խնդիր չէ։ Ուղղակի իմ էջը պետական էջ չի, բայց հաշվի առնելով, որ ինձ ընդգրկել են հանձնաժողովի մեջ, հաշվի առնելով օրենքի տառը պահել եմ եւ դրանից հետո չեմ տարածել։ Իմ էջերում պասիվություն եմ դրսևորում։ Մեկ այլ տեղամասային հանձնաժողովի քարտուղար Էդիտա Գրիգորյանն իր Facebook-յան էջում ակտիվորեն տարածել է Արգիշտի Մեխակյանի լուսանկարով քարոզչական նյութեր։ Երբ փորձեցինք պարզաբանում ստանալ, նա պատասխանեց. Իմ անձնական էջով կարող եմ կիսվել այն ամենով, ինչ ուզում եմ։ Դա օրենքով չի արգելվում։ Այսուհետ ինձ այլևս չանհանգստացնեք։ Այդուհանդերձ Գրիգորյանը շատ արագ ջնջեց քարոզչական նյութերը։ Վաղարշաբաթի ավականու ընտրություններին մասնակցող Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած հայրենիք կուսակցությունից էլ ակտիվ քարոզչություն է իրականացրել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Ակներ Դավթյանը։ Նա ավելի ուշ պարզաբանեց, որ նյութերը հեռացրել է իր էջից։ Ընտրական հանձնաժողովի այլ անդամներ եւս սոցցանցերում քարոզչություն են արել։ Հավանաբար իրենց գործընկերներից տեղեկացել են, որ հետքն ուսումնասիրում է իրենց էջերը, ջնջել են կամ մեզ համար անհասանելի են դարձրել այդ հրապարակումները։ Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Վերջինիս մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանն ասաց, որ հետքի փոխանցած տեղեկատվության հիման վրա ձեռնարկվում են համապատասխան քայլեր եւ առաջիկայում դրանց լուծումներ կտրվեն։ Ուշագրավ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից նշանակված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների մոտ կեսը Խոյի եւ Վաղարշապատի համայնքապետարանների աշխատակիցներ են։ Քաղաքացիական պայմանագրի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահումների մասին է բարձրաձայնել նաեւ ականատես դիտորդական առաքելությունը։ Սոցիալական ցանցերը այսօր դարձել են ոչ միայն հաղորդակցության, այլև քարոզչության հիմնական գործիք։ Քաղաքական պայքարում կան կանոններ, որոնց պարտավոր են հետևել բոլորը, այդ թվում նաև վարչական ռեսուրսի տիրապետող իշխանությունը։ Արդյոք օրենսդրական պահանջները խախտողները կենթարկվեն պատասխանատվության, դժվար է ասել, հաշվի առնելով, որ պատկան մարմինները միշտ բարեհաճ են իշխանության նկատմամբ։